Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, այսօր առավոտվանից արդեն տարածվում են եպիսկոպոսած հայտարարությունները, երևի շատերի տաճկով արդեն ընկել է, ես հիմա կընթերցեմ ամբողջը ձեզ համար, որը փաստում է, որ կտրիչ Ներսիսյանը զբաղված է մեր եկեղեցին, Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին հերձելով, այն պղծելով եւ ուզուրպացրած վիճակից պիտի դուրս գա եւ փախչի Հայաստանից, ինչքան հնարավոր է հեռու։ Նրանք փորձեցին այս բոլոր ողջ ժամանակահատվածում հնարավորինս դիմադրելով մաքուր մոտեցումներին, մարդկանց սպասումներին, դիմադրելով եւ ավելի մեծ վնաս հասցնելով եկեղեցուն, փորձեցին ամեն գնով պաշտպանվել, եկեղեցին իրենց վահան դարձնելով, նրանցից ոմանք դարձան տերորիստներ, ոմանք դարձան հեղաշրջման քարոզիչներ եւ այլն, ռազմական հեղաշրջման ընդ որում, եւ կտրիչն էլ սկսեց պաշտպանել արշակին, հետեւաբար տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար։ Ես ընթերցեմ ձեզ համար հայտարարությունը եպիսկոպոսած, գիտեք, որ ամսի 25-ին ժողով էր եղել եւ այնտեղ քննարկվել էին շատ հարցեր, ամենաշատը այն քերակնոջ հետ որոշակի սեռական հարաբերություններ ունեցող ներկայացուցչի, ով ինքը սրբազան հայր է կոչվում, այսինքն կուսակրոնա, ես չեմ ուզում մտնել բանի մեջ, մարդկանց անձնական կյանքը ինձ բացարձակ չի հետաքրքրում, բացարձակ, բայց երբ որ խոսքը կուսակրոնների մասին է, մեր եկեղեցու մասին է, կներեք էլի, ոնց չպիտի մտնենք, դա եկեղեցուն է վարկաբեկում, ոչ թե իր անձն է, իր անձը արդեն դրված է եկեղեցում, վերջ, նա ապրում է եկեղեցում, նա գործում է եկեղեցում, նա սրբազան հայր է համարվում, հասկանում եք, ամեն դեպքում սրա մասին շատ մանրամասնել եմ իմ մոտեցումները եւ այլն, հիմի դրա մասին չի խոսքը։ Այս հարցով եպիսկոպոսած ժողով էր եղել եւ եպիսկոպոսները քննարկել էին դիվանապետի հարցը, որ նա պիտի հեռանա եկեղեցուց, պիտի կարգալույծ արվի եւ հեռանա։ Ինչը որ կտրիչը պաշտպանում էր, թույլ չէր տալիս, երևի ամենատարբեր վախեր ունեն, չգիտեմ, իրար հետ համատեղ գործած հազար ու մի հանցագործություն ունեն, երևի դա թույլ չի տալիս, որպեսզի նման որոշում կայացվի, եւ այս ժողովի ժամանակ փորձել էր կտրիչ Ներսիսյանը պաշտպանել արշակին։ Եվ եպիսկոպոսներն էլ արել են հստակ հայտարարություն, որը այսօր առավոտյան արդեն տարածվեց։ Սույն թվականի նոյեմբերի 5 թիվ 1105 հայրապետական տնօրինությամբ նորին սուրբացություն տերձեր Գարեգին B ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, կներեք, մեծացնեմ, որ հեշտ լինի, ստեղծվել էր հանձնախումբ համացանցում տարածված գերաշնորհ Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու եւ դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով։ Հանձնախումբն օրենքով սահմանված կարգով դիմել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան բաժին հիշյալ տեսանյութերի փորձագիտական քննություն իրականացնելու եւ դրանց իսկությունը պարզելու համար։ Հիշում եք, Արշակին երբ որ հարցնում են, ասում էր, դե արհեստական բանականությամբ ինչ-որ բաներ են սարքել, այո, դեմքը իմն է, բայց մյուսը ես իմ ինչը, սենց արդարանում էր։ Մարդկը վերցրել տվել, ինքը պիտի տար փորձականության, պատկերացեք, եթե իմ գլխին մի բան սարքեն, տենց արհեստական բանականությամբ, ես եմ չէ տալիս փորձականության, բայց ինքը չտվեց, եպիսկոպոսները տվեցին փորձականության եւ եկավ պատասխանները։ Ամսույս 25-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից հանձնախումբ է տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որը հանձնախմբին է կներեք, սենց բանը մի րոպե, փախնում է, էլի, շատ մանր է, բաժին հիշյալ տեսանյութերի փորձագիտական քննություն իրականացնելու եւ դրանց իսկությունը պարզելու համար։ Ամսույս 25-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հանձնախմբին է տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որը հաստատում է Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութի իսկությունը։ Հանձնախումբը նույն
օրնիսկ ի պաշտոնե այն ներկայացրել է Գարեգին Բ կաթողիկոսին առ ի տնօրինություն համաձայն հայ եկեղեցու կանոնական իրավունքի պահանջների։ Գարեգին Բ կաթողիկոսն առ ոչինչ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձակնության արդյունքները։ Հանձնախումբ է ստեղծել, ասել է փորձակնության ուղարկեք, թող բերեն, տեսնենք, պարզենք ինչ չի, եկել են արդյունքները, այլ ասում է առ ոչինչ է համարել, իր ստեղծածը։ Բարձրաստիճան հոգևորականին վերագրվող տեսանյութի տարածումից անցել է ավելի քան 1 ամիս եւ եպիսկոպոսներից համար խիստ տարակուսելի եւ ծայրաստիճան անհանգստացնող է Գարեգին Բ կաթողիկոսի որդեգրած մոտեցումը հայ եկեղեցու հեղինակությունը վնասող այս չափազանց զգայուն հարցի առնչությամբ, երբ հանձնաժողովը քանիցս ի պաշտոնե այդ թվում նաեւ անհատ եպիսկոպոսներ խնդիրը հետևողականորեն հանձնել են կաթողիկոսի ուշադրությանը։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարեգին կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր, մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ եւ իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին ուղիղ վարդապետությամբ հայ եկեղեցին առաջնորդելու։ Նրա վարքագիծը անհամատեղելի է հայ եկեղեցու կանոնական իրավունքին եւ վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով։ Այսօր դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին, միանալու աշխարհասփյուռ հայության սրբության սրբոց մայրաթոր Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին, խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը։ Մեր սրբազան պարտքն ու կոչումն է անվնաս պահել հայ եկեղեցու հեղինակությունը վարկաբեկումից, նրա ամբողջությունը տրոհումից եւ թույլ չտալ դարերով սրբագործված եկեղեցական կարգի որևէ աղճատում եւ աղավաղում բացառապես պատեհապաշտ եւ կամայական գործելավոճը մեր եկեղեցու կյանքից ներս։ Վերականգնենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրական անունը եւ վերանորոգենք մեր ուխտը մեր հավատքի եւ ազգային հոգեվոր արժեքների հանդեպ։ Ուրեմն եպիսկոպոսների անուններն են 13-ից 4-ը ոնց որ թե 13-ից 4-ը դեռևս չեն ստորագրել, մնացածը ստորագրել են, մեծամասնությունը ստորագրել են։ Հայաստանում պաշտոնավարող եւ հյուրաբար գտնվող եպիսկոպոսած ցանկ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյան, Նավասարդ arczepiskopos Կճոյան, Առաքել arczepiskopos Քարամյան, Սիոն arczepiskopos Ադամյան, Վազգեն arczepiskopos Միրզախանյան, Անուշավան arczepiskopos Ժամկոչյան, Վրթանես arczepiskopos Տեր Վրթանես arczepiskopos Աբրահամյան, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյան, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան։ Սա իրենց ստորագրություններն է։ Վերջապես հարցը տեղափոխվեց, կարելի է ասել շատ ամուր կերպով ներ եկեղեցական տիրույթ։ Վերջապես, սիրելի ժողովուրդ եւ սիրելի հավատացյալներ, մեր եկեղեցին սկսում է նորոգվելու գործընթացը եւ ուզուրպատորից ազատվելու process-ը։ Ուստի այն ինչ որ ձեզ համոզել էին, խաբել էին, մոլորեցրել էին այդ 1-2 սրիկաները, դրանցից օր առաջ դուք ինքներդ պիտի աջակցեք, որպեսզի մաքրվի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի։ Ճիշտ է, որ մի երկու իրենց լրագրող
հրճակած մեկ առհասարակ լրագրողների ժուրնալիստիկայի բանի տնօրեն փորձ էին անում սրանց արդարացնել, փորձ էին անում հարցերը նետել այլ դաշտեր, ընդհանուր մինչև Սաթիկ Սերյանյանը գնացել հասել էր այն մեկից ինտերվյու էր վերցնում, հարցազրույց էր վերցնում եւ փորձում էին աշխարհ քաղաքական երանգներ հաղորդել այս process-ներին, բայց դա չի ստացվի, որովհետեւ արդեն ինչպես ասացի, ներեկեղեցական տիրույթում է եւ մեծամասնությունը եպիսկոպոսների ու arczepiskopոսների ստորագրել են արդեն հետեւյալ հայտարարության տակ։ Այն ինչը որ կարդացի, կարող եք ինքներդ ծանոթանալ, դա արդեն հրապարակային փաստաթուղթ է։ Այդ ձեզ հավաքում էին իրենց նրանք ովքեր որ Կտրիչ Ներսիսյանի ազդեցության քահանաներ ու սրբազաններ էին իրենց հրճակել եկեղեցիներում ձեզ համոզում, ձեզ խափում, ձեզ քաղաքականացնում, ձեր ներսում ատելություն էին ներարկում, դուք դրա մասին չեք էլ գիտակցել, չեք էլ զգացել, որովհետև դրանք պրոֆեսիոնալներ են ու այդ պրոֆեսիոնալ գործունեությունը անգամ ինձ երբեմն հունիցանում է, այսինքն անգամ ինձ վրա կարող է ներգործել ու ազդել։ Դուք հաստատ չեք հասկանա ու ձեզ փորձել են պահել իրենց կողքին որպես վահան օգտագործել որպես վահան թաքնվելու համար ձեր ետևում եւ օգտագործելով Աստծո անունը զուր տեղը բազմիցս սա արդեն հստակ հայտարարություն է հստակ arczepiskopos կոչեցյալը պղծել է իր առաքելությունը ոչ միայն ուխտնա խախտել այլ պիղծ կյանքով ապրել եւ հստակ սրա մասին արդեն ոչ միայն ասեկոսեների ու բամբասանքների մակարդակով, այլ փորձաքննական մակարդակով պատասխան կա, որը դրվել է Կտրիչ Ներսիսյանի սեղանին եւ նա չի ցանկացել անդրադառնալ այդ հարցին։ Բայց չգիտես ինչու, հերվից հերու զբաղված էր քահանա հալածելով թե իբր նա այդ Տեր Արամի հետ կապված, հա? Տեսեք ինչ է ստացվում։ Շատերն են ասում, նա կարգալույից է, իսկ որևիցե մեկը չի անդրադառնում։ Ու չի այդ գոռացողներից, որ ասում են նա կարգալույից է, մեկը չի կարողանում ասել, իսկ ինչ արել որ կարգալույց եղել։ Ես հարցնում եմ, երբ որ ես տեսնում եմ նման գրառումներ, մտնում ասում եմ, դու գիտես թե ինչու են կարգալույց արել։ Դա արդեն հետաքրքիր չէ, նա այդպես որոշվել է արդեն եւ այ մարդ ոնց հետաքրքիր չի։ Ասենք եթե քեզ մեկը վերցնի տանի Բերտ խոսքով դատի մցնի Բերտ քո տան անդամներին հետաքրքիր չպիտի լինի ինչի համար բա խեն քույրեր ու եղբայրներ հավատացյալներ իրար անվարում որովհետեւ դա մի ընտանիքի մասին է խոսքը եւ այդ ընտանիքի ներսում նման իրադարձություն է եղել ոնց կարա հետաքրքիր չլինի ուրեմն դու ընտանիքի անդամ չես Հետևաբար դու չես էլ կարող պաշտպան լինել այդ ընտանիքի։ Իսկ նրան կամակորությունից ելնելով էր փորձել կարգալույց անել, կարգալույց եղածը։ Հիմքում դնելով շատ ծիծաղելի բաներ, մեղադրանքներ, ծիծաղելի Մի հատ էլ հավելել նա բան անում Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության հետ է խաղացել։ Բա լավ, եթե սկզբունքային ես այդքան, բայց հեղինակության հետ խաղալ, չի մի ամբողջ պղծազանցություն։ Մի ամբողջ ապրելաձև։ Այսինքն մենք մեր սերունդներին, եթե այս ամեն ինչը թողնում ենք այսպես, ասում ենք լավ Տեր Արամը ու մյուս քահանաները կարգալույց եք պիտի հեռանեք, Կտրիչ Ներսիսյանը շարունակում է կաթողիկոս մնալ, Արշակը բնականաբար շարունակում է լինել սրբազան հայր, դուք ձեր սերունդներին ինչ եկեղեցի եք ժառանգում, կարող ենք իմանալ։ Ասեմ, որ այնտեղ ով ինչ ուզի, ինչքան ուզի, ոնց ուզի, ում հետ ուզի կարա անի։ Սա բարոյական նորմա ստացվում, սա մեր եկեղեցին է եղել։
Ինչ Դեկամերոնն եք նկարում, թե Սոդոմ Գոմորի 120 օրը։ Խնդրեմ, հիմա ես առաջարկում եմ նրանց, ովքեր ի պաշտպանություն եկեղեցու, ինչ որ ձևերով, ինչ որ առանց ձևերի, չգիտես ինչ հայտարարություններ էին անում, մի իրար խառնված եւ այլն, խնդրեմ դուրս եկեք տեսնենք ինչ եք ասում։ Ինչ ունեք, ի պատասխան ես ամեն ինչի։ Չի կարող կաթողիկոսը խախտած լինել իր իսկ գործառույթը, իր իսկ աշխատանքը մի խոսքով, ոնց որ կոչվում է։ Կարող է ու նման դեպքեր եղել են մեր պատմության ընթացքում։ Եվ սա ցավոք սրտի, այո, մենք գիտեք ինչի շատ դեպքերում չենք ուզում էլ հավատանք, որովհետև հոգնել ենք, որովհետև մեր սերունդը արդեն այնքան բան տեսավ, որ էս էր պակասում։ Բայց այդ է, եթե մենք ապրել ենք մի վարակված, հիվանդացած իրականության մեջ, ապա պիտի այո, հերթով գնալ մաքրելով։ Չենք կարող ինչ-որ մի բանը թողնել, ասենք լավ է, հոգնեցինք, թող ես մեկը հլը մնա հետո։ Չի կարող այդպես լինել։ Դա նորից հետ կբերի վարակիչ հազարատ այլ հիվանդություն։ Արդեն իմունիտետով, ընդ որում։ Ահա սրան են պաշտպանում Ռուսաստանից։ Լավրովները, իրանց Կիրիլները, բան, բա պիտի պաշտպանեն։ Բա հո ձեզ հայ ժողովուրդ, բա հո ձեզ չեն պաշտպանելու ռուսները։ Իրենց ներկայացուցիչ չին պիտի պաշտպանեն ձեր ներսում։ Որովհետև հայաստանյան հասարակությունը Ռուսաստանի ձեռքում Թուրքիայի դեմ աշխատելու մատերիալ է։ Եվ իրանց խնդիրն է եղել հայերին պահելու թշնամանքի մշտական մթնոլորտում փակ սահմաններով, որպեսզի հնարավոր լինի սակարկել տարբեր կողմերից, տարբեր հարցերով Թուրքիայի հետ, կոնկրետ Թուրքիայի հետ։ Եվ կարողանալ նաև ճնշում գործադրել ռուս-իրանական հարաբերություններում եւ լինել թելադրողի դիրքում։ Այսինքն ոչ մի բան մեր մասին։ Այ դուք նստեք ու ձեր համար ձեր թշնամությունը վայելեք։ Ու միշտ պատրաստ եղեք մաքարելու, պատերազմելու, միշտ այդ ամեն ինչին պատրաստ է, ձեր սերունդներին այդպես դասիրակեք, նու, տենց սերնդասերունդ դարձեք մահակ, ամբողջական։ Եվ իրենց ներկայացուցիչներով Կտրիշ Ներսիսյան, Քոչարյան Ռոբերտ, Տաշիր Սամոր, Ռուբեն Վարդանյան, Պողոս Պետրոս Մարտիրոս։ Իսկ Զախարովան էլ ապուշ թող դուրս գա, խոսա ժողովրդավարությունը Հայաստանում մարդ խնդում է, էլի, ասեք, չգիտի խնդա թե լա։ Զախարովան խոսի Հայաստանում ժողովրդավարության անկումից։ Իրանց երկրում մեկը իրավունք չունի ծպտուն հանի, աշխարհի ամենաբռնապետական 5 երկրներից մեկն է դարձել Ռուսաստանը։ Հա, այն ստից գործերը բաման, օրենք իրավունք տենց ձեռի հետ։ Բայց ազատ խոսքի իրավունք կա, այլակարծության իրավունք կա Ռուսաստանում։ Այլախոհության իրավունք կա Ռուսաստանում, փորձվեք մի հատ։ Փորձվեք մտածեք դրա մասին։ Դեռ չեմ ասում բարձրաձայն։ Մտովի։ Արդեն ձեր դուրը մի 10 հոգի սպեց հատուկ ջոկատային կոտրելով կմտնեն ու այնպես կհանեն ձեզ այդտեղից ու 20 տարով կգնաք բերտ ու դուրս չեք գա։ Դուրս գաք արդեն կամ թոշակի ժամանակը կլինի կամ էլ հենց այնտեղից էլ կուղարկեն ֆրոնտ։ Ու այստեղ կային մարդիկ, ովքեր որ ենթարկվում են այս տեսակ քարոզչությանը։ Չեն ցանկանում տրամաբանել, մատ դուրս գալ այդ բան զգայական դաշից, որտեղ որ զորով են խցկել իրենց։ Մատ դուրս գան այդտեղից մի բա, սառը ուղեղով դատեն։ Ձեզ թույլել չեն տա, որովհետև այն կանալները, այն կայքերը, այն հեռուստատեսությունները, որոնք որ դուք դիտում եք, դրանք հենց իրենցն են։ Իրենք ձեզ կլանել են
ու թույլ էլ չեն տա դուք դուրս գաք հանկարծ այդ բանից արհեստականացրած դիսկոմֆորտ եւ հիվանդակին վիճակից դες թույլ չեն տա դեպրեսիվ վիճակների մեջ դուք պիտի լինեք, որ անընդհատ տագնապներ զգաք եւ ինչ որ ու լինեք, որպեսի լինեք կառավարելի որոշ ուժերի համար։ Ժողովուրդ ջան, ես դրանց տեսեք չեմ անդրադառնում, ձեզ եմ ասում։ Փորձեք իրականության աչքերին հստակ բարձ գլխով նայել։ Կարճ մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, դե հիմա այս ընթերցելուց հետո ինձ ասեք, ով է հարձակվել եկեղեցու վրա։ Լավ, հերթական մանիպուլյացիան ընթերցեմ ձեզ համար, ու եկեք միասին մտածենք, ով է թուրքը, ով է ստեղ Հայաստանում բոլորին թուրք պիտակավորում, ու իրականում ինքն է թուրքը ու հնազանդ ծառան թուրքերի։ Իհարկե ընդդիմությունը, ովքեր երկարամյա փորձ ունեն թուրքերի հետ աշխատելու։ Ուրեմն բացում եմ, նայում եմ մի հատ post info sense մի հատ կայք է։ Ինչ վերնագիր, թուրքական մամուլը գրում է հեծի թուրքական հնարավոր գնորդի մասին եւ թե ով է բանակցում հայկական կողմից։ Երևանը հերքում է։ Մի րոպե։ Չնայած սա արդեն ծիծաղելի նյութ է ինձ համար, որովհետև եթե թուրքական մամուլը գրում է, իսկ պաշտոնական Երևանը հերքում է, ես հակված եմ վստահելու պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, որովհետև դա պաշտոնական է, իսկ մամուլը մամուլ է, Թուրքիայում հազարատ ընդեղ էլ կան տարբեր ուժեր, ընդեղ էլ կան տարբեր իշխանամետ, ոչ իշխանամետ, չգիտեմ, հանցագործ, արտաքին ուժերի կողմից կառավարվող տարբեր ուժեր։ Այսինքն այդ մամուլը դեռ պետք է ուսումնասիրվի, թե ում կողմից է գրվել։ Այնտեղ այնպես չի, որ եթե մամուլն է, ուրեմն պաշտոնական Ստամբուլն է, ոնց որ այստեղ էլի, այնպես չի, որ եթե մամուլն է, ուրեմն պաշտոնական Երևանի դիրքորոշումն է։ Մեր մամուլին նայեք, պատկերացրեք, դա նույնն է Թուրքիայում։ Ոնց կարաս դրամա, բայց այս մարդիկ նենց են վերնագիրը ձևակերպել, որ այ տեսեք, այնտեղ գրում են, մամուլը գրում, այ նրանք ճիշտ կլինեն, բայց մեր այնտեղ ոնց էր բան։ Մի անգամից ինչ որ մեզ ձևակերպում են անում, որ ի սկզբանե քո մոտ տրամադրությունները տայլ լինի, ամեն դեպքում։ Ըստ թուրքական լրատվամիջոցների, որ Հայաստանի կառավարությունը բանակցությունները վարում երկրի էներգետիկ կարևոր ակտիվները թուրքական Ակսա էներգի ընկերությանը վաճառելու շուրջ, որը Կազանջը հոլդինգի մաս է կազմում։ Ըստ Սոլ Հաբերի խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցեր հեծի մասին է, որը սեփականատերերից խլվելուց հետո այժմ ժամանակավորապես անցել է ՀՀ կառավարության անմիջական վերահսկողության տակ։ Այ մարդ, ինչ եք խոսում։ Այսինքն պետությունը խլել է հեծը։ Գիժի, դուք հասկանում եք ինչ հայտարարություն եք անում։ Պետությունը խլել է հեծը։ Եթե չգիտեք ասեմ, հեծը սենց տնեց, ինքը պետության, նու, այլ ձևով աշխատում է։ Սենց տնեց պետությունը այնտեղ իր բանը ունի, լծակները ունի։ Ինչ հաշակում խլել է հեծը։ Ցնդելու բան է, ով ինչ ուզում խոսում է։ Թուրքական աղբյուրները պնդում են, որ գործարքի վերաբերյալ հետո զգացել եք, հենց մի բանից նեղվում են, թուրքը, զզվեցիք, դուք եք թուրքերի հետ ապրողը, Սամվել Կարապետյանը հազարատ թուրք ընկեր ունի, հազարատ, ու դուք էլ լավ գիտեք, թուրք ընկերներ գնա գալիս է, են էլ ինչ թուրք տղերք, ընկերներ, ցանկացած մեծ արուստ Ռուսաստանում ապրող, եթե մեկը կլինի, որ կասի ես թուրք ընկեր չունեմ,
Չգիտեմ, անհնար է դա։ Դու Ռուսաստանում լինես մեծահարուստ ու թուրք ընկեր չունենաս, ադրբեջանցի գործընկեր չունենաս, որովհետև այնտեղ տես բաների չեն նայում, հատկապես մեծահարուստները։ Բայց մեր համար, ժողովուրդ ջան, մեզ կերակրելու համար, որ սոնց դիստանցավոր են, Թուրքիա անում, հո չեն ասելու չգիտեմ ով, բանը, պորտուգալացին, Թուրքա։ Ռուսական տրյուկներն են, այն որ ասում է, էլի այդ բանի մեջ պահելու։ Թուրքական աղբյուրները պնդում են, որ գործարքի վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռևս հունիսին Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի ժամանակ, որը ՀՀ առաջնորդի առաջին աշխատանքային այցն էր Թուրքիա։ Վերլուծաբանները ենթադրում են, որ նույնիսկ այդ ժամանակ Փաշինյանը կարող էր քննարկել ոչ միայն քաղաքական շփումները, այլև այդ ակտիվները թուրք ներդրողներին փոխանցելու հարցը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների, այսպիսի բան գիտեք, ովքեր կմտածեն, նայեք, դուք չեք պատկերացնում, հեծը ինչ կարևոր ստրատեգիական հանգույց է, դուք չեք պատկերացնում, ինչ աստիճան ազգային անվտանգային ինքը կառույց է, այդ են կառույցն է, որը ամեն մեկին չեն տալիս, և Տաշիր Սամոյի նման մեկին էլ չպիտի տային, որովհետև այնտեղ տվյալների այնպիսի բազա է լինում, որովհետև ինքը շփվում է այնպիսի ինստիտուտների հետ իր գործնական, որ այդպես չի էլի։ Կարճ ժամանակ անց որոշում կայացրեց Չեղյալ համարել ընկերության ներքին էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան, ինչը դիտորդները մեկնաբանում են որպես վաճառքի նախապատրաստություն, վերացնելով ընկերությունը օտարերկրյա ներդրողին փոխանցելու խոչընդոտները, նշում է թուրքական աղբյուրը։ Փաստին ֆոն մեկնաբանության համար դիմել է թե Նիկոլ Փաշինյանի խոսնակին, թե Խաչատուր Սուքասյանի, երկուսն էլ հերքել են տեղեկությունները։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Փաստին ֆոյի հետ զրույցում հայտնեց Նազելի Բաղդասարյան, բա որ ասել է խիկ էլ դնում։ Նշենք, որ ՀՑԿ նախագահ Մեսրոպյանը նոյեմբերի նոյեմբերի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցում հաստատել է Դավիթ Ղազարյանի հայտարարությունը ՀՑԿ անդամները մեկնել են Թուրքիա։ Այստեղ էլ մանիպուլյացիա։ Ուրեմն, այո, ՀՑԿ անդամները մեկնել են Թուրքիա, տարածաշրջանային, չգիտեմ, այնտեղ ինչ էր, մարդը մանրամասն մեկնաբանեց ինչ քննարկումների համար ՀՑԿ նախագահ։ Բայց տեսեք նրանք գնացել են, այստեղ մի հատ մուտք գործարք ենք փորձում գտնել։ Լրագրողների հետ զրույցում Մեսրոպյանը նշեց, որ ՀՑԿ 3 անդամ հոկտեմբերին մեկնել է Թուրքիա մասնակցելու էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի աշխատաժողովին։ Չգնար։ Ինչ եք ուզում։ Եթե գնացել, միշտ էլ գնացել են։ Միշտ էլ տվել եք Թուրքին էներգետիկան։ Ցնդելու բան է, հետո սա ամենատարբեր կայքերով տարածեցին թուրքերը, մինչև պարզվեց ինչ։ Քիչ առաջ ադրբեջանական Հաքին Ազ լրատվականը հղում անելով թուրքական Habersol.org.tr չգիտեմ այնտեղ ոնց է ընթերցվում կայքին լուր է տարածել, թե իբր ՀՀ ԱԺ Խաչատուր Սուքասյանը ներգրավված է հեծը թուրքական ընկերությանը վաճառելու բանակցություններում։ Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Խաչատուր Սուքասյանը ոչ մի ընկերության հետ, ոչ հեծի վաճառքի եւ ոչ էլ այլ ընկերությունների վաճառքների հարցերով երբեք չի բանակցել, չի էլ բանակցելու։ Նկատենք, որ այս նույն լուրը ամիսներ առաջ տարածել էին Սուքասյանի մասին պարբերաբար ֆեյք լուրեր տարածող, պատվեր կատարող հայկական լրատվականները եւ նախկին ռեժիմի քարոզիչները։ Հիշեցնենք նաեւ, որ տարիներ շարունակ նույն լրատվականները նմանատիպ ֆեյք լուրեր դարձյալ տարածել են։ Այն ժամանակ էլ գրում էին, թե իբր Սուքասյանը գնելու է Երևանի համալսարանները, որոնք իբր դառնալու էին թուրքական հյուրանոցներ։ Դարավ, գնեց, այդ կայքերն էին գրել, հեսա թուրքական հյուրանոցներ են դան, թե հյուրանոցի թուրքականը որներ չեմ ասկ, ինչ ուզում խոսում են, ու գիտեք ինչ են ինչ ուզում խոսում,
օգտվում են իրենցից քանդած դպրոցներում ստացած մեր վատ կրթությունից։ Բայց սա է ռուսական բանը մտահոգությունը հայկականության հանդեպ։ Այս սա է։ Ուրեմն այնքան կեղտոտ ձևերով հայ եկեղեցին փորձում պաշտպանվել, դե կեղտոտ ձևերից մեկն էլ հենց հեծի թեման է։ Եթե ձեզ թվում է դա նրա հեծն ու եկեղեցին ինչ լուսաբանվում է սրանց շրջանակներում նույնական են։ Նու եկեղեցին չէ, Կտրիշ Ներսիսյանը կներեք։ Թեման նույնական է։ Իրենք ստեղծել են մի իրավիճակ, որտեղ որ հասկանալի է, երբ որ կպնում են Կտրիշ Ներսիսյանին, ուրեմն կպնում են հեծին, երբ որ կպնում են հեծին, կպնում են Կտրիշ Ներսիսյանին։ Այ Սամվել Կարապետյանին տարան փագեցին, որովհետեւ նա եկեղեցին էր պաշտպանում, այ Կտրիշ Ներսիսյանին թույլատում են, որովհետեւ Սամվել Կարապետյանը ձերբակալված է։ Մի խոսքով, սա ապուշ բան էր։ Իհարկե նրանք սերտաճած են նույն ռուսական բանով, ասենք Զավտրիկ Աբեդ ուժինով, բայց այնուամենայնիվ երկուսն էլ հակապետական հաստատություններ են եւ մեր ձևով շարժում է, այդ խարխի ձևով կոչեցյալը կամ ձև չկան։ Նույնպես այս ամեն ինչի ուղիղ ժառանգորդն է։ Ուղիղ ժառանգորդը։ Հիմա այս եկեղեցին վահան դարձրած պղծերից մեկը այսպեսի մի հայտարարություն է անում, ասում է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրդանես Բադալյանին հասած տեղեկությունների համաձայն, այդ ինչ հավատացյալները եկել ասել են Տեր Վրդանես, սուս բան ենք լսել, բամբասանքներ։ Տեղական չինովնիկները, մարզպետեր, համայնքապետեր, թափառաշրջիկների խումբ են ձևավորել, որոնք փողի դիմաց Նիկոլ Փաշինյանին դիմավորում են մարզային այցերի ժամանակ։ Այս թափառախումբը պատարագից հոգևոր բաներից հեռու մարդիկ են, օրինակ Վայքում 3000 դրամ են տվել, որ գնան վարչապետին ջերմ բարևեն ու հարցնեն, երբ ես վեհարանն ազատում սրանցից։ Այդ կերպ իբրև տպավորություն ստեղծելով, թե ժողովուրդն է այդ կարծիքին։ Այսօր AM-ին պատմեց Տեր Վրդանես ստախոսը։ Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանին դիմավորող թափառախումբը հստակ կարգադրված գործողություններ անում նրա այցերի ժամանակ։ Փաշինյանին ջերմ ծափերով դիմավորում են, սկսում են շողոքորթել, որ իրենց կյանքը լավացել է, իրենք երջանիկ են, ինչ լավ բաներ է անում Փաշինյանը, սրանց էլ թվում է ամբողջ ժողովուրդն այդպիսին է։ Տեր Վրդանես, հա, ճիշտ ասեցի։ Տեր Վրդանես, Կտրիշ Ներսիսյանը հեսա գնալու է, ու դու գնալու ես նրա հետևից։ Կտրիշ Ներսիսյանը անպայման հեռանալու է, ու այլևս որևիցե եկեղեցական, ով սուտ լուրեր կտարացի, ստախոսությամբ կզբաղվի, վարկաբեկումներով կզբաղվի, օր ժամ առ ժամ լինելու եք բոլորդ խոշորացույցի տակ ու որևիցե մեկիդ հանրությունը չի ներելու այլևս։ Եկեղեցական իրավունք չունի սուտ խոսալու, եթե ոչ ոք իրավունք չունի, ոչ մի քրիստոնյա իրավունք չունի, բայց դուք հատկապես, դուք պիտի անձնական օրինակ ծառայեք, օրինակ լինեք, պատվիրանները ինչպես է պետք կատարել։ Նախ թափառախումբը դու ես ձեր մի բուր չայնիկներով, ձեզ կարող են փողով առնել, ով ուզի ընդ որում, նաև Կտրիշ Ներսիսյանի նման պիղծը, ձեզ կարող են, քո նմաններին կարող են հրահանգել, որ մորը ընտանիքի անդամների հետ գնաս պարտադիր լինես ցույցերին ու դու կգնաս ու կլինես, որովհետև դու չունես այդ սկզբունքայնությունը չլինելու, որովհետև նրանք ովքեր ունեն այդ սկզբունքայնությունը, նրանք հեռացված են եկեղեցիներից կամ հեռացվում են եկեղեցիներից, եւ դու ես, որ 3000 դրամով չէ, 1200 դրամով ամեն ինչի կարող ես պատրաստ լինել։
ընդհուպ միջև ծալվել, կտրիշ Ներսիսյան ուզուրպատորի առաջ եւ աչա համբուրել։ Եվ ես խնդրում եմ համապատասխան կառույցներին Տեր Վրթանեսի ասած IIIS թեման վերցնել քննության, սա հաղորդում է հանցագործության մասին, ես ենթադրում եմ, որովհետև գումարով, ինչ անշանակում գումարով բերել են, որպեսզի բանը դիմավորեն Նիկոլ Փաշինյան։ Սա հանցագործություն է, ինչի մասին հաղորդում է տալիս Տեր Վրթանեսը։ Կրկնում եմ, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանեսը հանցագործության մասին հաղորդում է տալիս հանրային ձևով։ Ինչու՞ չեք զբաղվում սրանով։ Գնացեք պարզելու հետևից ու ինչպիսի արդյունքներ լինեն, խնդրում ենք հրապարակային ներկայացրեք։ Արդեն ստեղներս է հասել, ով ինչից ուզի խոսի, ով ինչ ուզի խոսի։ Այն էլ հոգևորականի հագուստով։ Դու Բյուրականում չգիտեմ, երբ վանից ես սպասավոր որպես աշխատում, հոգևոր սպասավոր, բայց ես Բյուրականը շատ լավ գիտեմ, ու ես կարող եմ երկու բառով պատմել, հիմա Բյուրական կարելի է շատ հավես ձևով, շատ արագ, շատ լավ ճանապարհներով անցնել ու հասնել Բյուրական, իսկ մեր ժողովուրդը հետաքրքրված եղել է երբեմնի սովետական միության տարածքում ամենագրավիչ տուրիստական վայրերից մեկը Բյուրականը ինչ վիճակում էր տասնյակ տարիներ, ասեմ, այնտեղ մարդիկ կային, ես ընկերներ ունեմ, ասում էին, որ երբ որ դե ճանապարհը որ գնում է Բյուրական, տեսնում է ինչի միջով եմ գնում գալիս, ասում էին, այդ ինչ է, բայց ձմեռը իմանաս ինչ է կատարվում, ասում եմ, ինչ է կատարվում, ասում եմ, ովքեր ունեն հնարավորություն, այն հարցները, ովքեր հնարավոր է ծննդաբերեն ձմեռվա ընթացքում, իջացնում են ներքևի գյուղերը, որ հետո ցավերը բռնի կարողանան հասցնեն հիվանդանոց, ծննդատուն, որովհետև այդտեղ մեքենա ելնող իջնող չելնի կամ վտանգավոր է, այդքան վտանգավոր է լինում։ Այդ ժամանակ Տեր Վրթանես Սերժ Սարգսյանը 5000-ով ձեր նմանների ձենն էր գողանում, որ էլի շարունակի այդ վիճակը լինի, չէ, այդ ժամանակ որևիցե հավատացյալ չէր գալիս քեզ ասում այդ բամբասանքների, սլուխների մասին, երկրի երբեմնի դատախազ կոչեցյալը, ով որ դռնից ելավ դուռը պաչեց նոր ելավ, իր համար սրբավայրեր էին դրանք, աչքի դեմը Բյուրականում դու ինձանից լավ ես տեսնում ինչեր ունի, դա դեռ հողի վրա, բա տակ է ինչեր ունի, դատախազ է եղել, մարտի մեկի գործ են փակել, կոծկել, այդ թեմաների մասին քեզ ոչ ոք ոչինչ չի ասում, թե քո սրբության սրբոցն են դրանք, թե մեկ-մեկ հրավիրում են մի կտոր հաց լափելու, որոշների դեպքում ուտելու, որոշների դեպքում լափելու, այնպես որ նման կեղտոտ քարոզչություն անելուց առաջ նախ մտածիր դու ով ես ու ինչի ես կոչված, մեծ ժողովրդի փոքրիկ զավակ, քո անձով մի խայտարակին հայ մարդու ու եկեղեցու անունը, ես կրկնում եմ, կտրիճը գնալու է, դու էլ ես գնալու, ու ես ուշադիր սիրուն ինձ մոտ արձանագրում եմ, այն կապանի կողմերը մի հատ եկեղեցի կա, այնտեղի վանն էլ է գնալու, քահանան էլ է գնալու, ինձ մոտ ես արձանագրում եմ, կտրիճի գնալուց հետո դուք վերանալու եք առհասարակ, ֆիզիկապես չեմ ասում, որպես եկեղեցական եմ ասում, դուք գոյություն չեք ունենալու, ամեն ինչ ես ընթացքում արձանագրված է, թե քաղաքացիներին ոնց եք վիրավորել, խաչերով, Մարիամ Աստվածածիններով, Հիսուս Քրիստոսի նկարներով էջերի տակ, բոլորդ գրեթե իդենտիֆիկացված եք, որդ իրականում ով է,
Նենց որ լավ կլինի, որպեսի վերջին պահին ներողություն բառը աշխատի, լեզուները փակ պահեք, ատամների հետևում զսպված պահեք, ոնց որ վայելա քրիստոնյային։ Եվ սա սպառնալիք չի։ Սա մեծ process-ի մի փոքր մասն է։ Դուք չեք էլ պատկերացնում մեր եկեղեցին ոնց է դառնալու դարձյալ հայաստանյա ծառայելական սուրբ եկեղեցի եւ լինելու վեր ցանկացած process-ից, այդ թվում նաեւ քաղաքական։ Դուք չեք էլ պատկերացնում։ Ու այդտեղ դուք գործ չեք ունենալու։ Եթերում ազատ շփումներ կհանդիպեն։